Կարծում ավել լավ է սկսել պրեզենտացիայով։ Եվ դե հարցեր ծագեն դրանց կանդրադառնանք։ Ես ուզում եմ այսպես կարճ պատմել, ներկայացնել պրեզենտացիա միջին միջանցքի մասին եւ ճանապարհային հոսքերի եւ կապակցվածության մասին միջին միջանցքով անցնող կապակցման ուղիների մասին շատ կարճ ուսումնասիրության մասին, որ իմ կազմակերպությունն է իրականացրել։ Հետազոտությունը մեզ թույլ է տալիս պատկերացնել երկրների միջև հոսքերի ծավալը, որոնք միջին միջանցքով են անցնում։ Կարծում եմ համապարփակ ուսումնասիրությունը, որը մեր կազմակերպությունը պատրաստել է, հիմնված է 10 տարվա միտումների վրա։ Տրանսպորտի ոլորտում մասնավորապես միջին միջանցքով ուսումնասիրությունը իրականացվել է Վրաստանում, Ադրբեջանում, Ղազախստանում, Ուզբեկստանում, որտեղ միջին միջանցքի բեռնային հոսքերը գեներացվում են եւ ձևավորվում։ Բացի դա նաև Չինաստանը բեռնային հոսքերի սկզբնաղբյուր, որ տարբեր երկրներով են բաշխում։ Ուսումնասիրությունը չի ներառում Չինաստանի բլոկային գնացքների տրանսպորտը, ռուսական բեռները ուսումնասիրվել են հստակ տեսնելու համար տրամական բեռնային հոսքերը, որոնք հյուսիսով անցնում են եւ սահմանելու համար միջին միջանցքի բեռներ տեղափոխելու ներուժը, բեռնային հոսքերի ուսումնասիրությունը, որ ես պատրաստել եմ, կարող է օգտագործվել փաստացի ռազմավարություն մշակելու եւ լրացուցիչ բեռնային հոսքեր ներգրավելու համար։ Կառավարությունները եւ այլ կազմակերպությունները պետք է դրանով զբաղվեն։ Հիմա քարտեզ կա, որ թվեր կան իմ պրեզենտացիայի մեջ, միտումներ, դրանք վերաբերում են 10 տարվա միտումներին, նոր եզրակացություններ։ Վերջին 10 տարիներին տերնային շրջանառությունը, բերին շրջանառությունը Վրաստանից Ադրբեջան նվազել է 40%-ով։ Ադրբեջանից Վրաստան ուղղությամբ ընդամենը 15%-ի նվազում է եղել։ Սա վկայում է այն մասին, որ էական նվազել են բեռնային հոսքերը Եվրոպայից կենտրոնական Ասիա ուղղությամբ։ Առաջին եզրակացությունը դա է Բաքու-Թբիլիսի կարճ երկաթգծի տարողունակությունը այս պահին 5 միլիոն տոննա է, սակայն 2023-ին 6 միլիոն տոննա է տեղափոխվել դրանով։ Օգտագործելով այդ տարողունակության ընդամենը 11%, որը ցածր ցուցանիշ է։ Փոթի նավահանգստի պարագայում միջինը 2 միլիոն տոննայի բեռ երկաթգծով, դա մեծ ծավալ չէ տրանսպորտային փոխադրումների։ Ադրբեջանի մասով հիմա խոսեմ։ Սարև եւ Արևելք արևմուտք ուղիներն անցնում են Ադրբեջանով։ Վերջին տարիներին Ադրբեջանը դարձել է հիմնական լոգիստիկ հանգույց միջին միջանցքում։ Տրանսպորտային ենթակառուցվածքի էական ներդրումների շնորհիվ Ռուսաստանից Ադրբեջան երկաթուղային փոխադրումները 9 անգամ ավելի մեծ են, քան հակառակ ուղղությամբ Ադրբեջանից Ռուսաստան։ Իսարև միջանցքով Ռուսաստան-Ադրբեջանը Իրանը կապակցելով անցնելով Ադրբեջանով։ Տրանսպորտային հոսքը Ադրբեջանից Ղազախստան Կասպից ծովով ցածր է, որը 7 անգամ ավելի պակաս է, քան ընդհանուր տրանսպորտային փոխադրումները Ղազախստանից դեպի Ադրբեջան, Ակտաու եւ Գույք նավահանգիստներով։ Կարելի է զարգացնել, որ հիմնական խնդիրներից մեկը միջին միջանցքի դա անբավարարությունն եւ անհավասարակշռությունը հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների Եվրոպայից, այսինքն դեպի Ասիա ուղղությամբ հաջորդը Ղազախստանը։ Հիմնական բեռնային հոսքերը ձևավորվում են Ռուսաստանի, Չինաստանի եւ Ուզբեկստանի հետ, անցնում են
Ղազախստանով, Ղազախստանից Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ 2012-ին պիկն է 100 միլիոն տոննա երկաթգծով է տեղափոխվել։ 2023-ին ընդամենը 78 միլիոն տոննա 12%-ի նվազումը վկայում է այն մասին, որ որոշ բեռներ վերաուղղորդվել են այլընտրանքային ուղիներով, մասնավորապես նաև միջին միջանցքով։ Եթե վերլուծում ենք բեռների հոսքի դինամիկան, Ղազախստանից Ռուսաստան ուղղությամբ 75 միլիոն տոննա է տեղափոխվել 2012-ին, որը 1,7 անգամ ավելի բարձր է, քան տրանսպորտը 2023-ին։ Այն կազմել է 44 միլիոն տոննա։ Ուզում ավելացնել, որ պատժամիջոցների կիրառման պատճառով բեռնային հոսքերը Ռուսաստան վերաուղղորդվել են, որովհետև Ղազախստանի մետալուրգիական ու քիմիական ձեռնարկությունները, որոնք տարբեր խոշորագույն ձեռնարկությունների ցուցակներում են եւ դրանց բեռները Ռուսաստանի միջանցքով են անցնում, դրանք բոլորը պետք է համարվեն դրական միտումներ վերաուղղորդելու ղազախական բեռները միջին միջանցքով։ Ղազախստան-Չինաստան բեռնային հոսքերը 1,8 անգամ ավելի շատ բեռ Ղազախստանից է տեղափոխվել դեպի Չինաստան, ընդգծում սա, այս միտումը, քան արտահանվելը Չինաստանից դեպի Ղազախստան։ Բեռնափոխադրումների ցուցանիշները Ղազախստան եւ Չինաստանի միջև հաստատում են, որ Չինաստանը էական նշանակություն չունի երկաթուղային մեծածավալ փոխադրումները միջին միջանցքի համար կենտրոնացնելու առումով, բացառությունը կոնտեյներային բլոկ գնացքներով տեղափոխությունն է Չինաստանից։ 2023-ին Ղազախստանից կենտրոնացած բեռնափոխադրումները ընդամենը 3 հարևան երկրների հետ կկազմեն 170 միլիոն տոննա։ Շատ կարևոր որոշում։ Շատ չնչին ընդամենը 2%-ն է ընդհանուր բեռնային հոսքերի գեներացված Ղազախստանի կողմից, որը վերաուղղորդվել է Կասպից ծովի ուղղությամբ, որը վկայում է այն մասին, որ թերօգտագործված է ենթակառուցվածքը միջին միջանցքում դեպի Կովկաս ուղղությամբ։ Շեղվելով մեր ընդհանուր տրամաբանությունից կուզենայի մի հարց տալ ձեզ։ Դուք նշեցիք եւ նշում եք, որ բեռնափոխադրումների մեջ կա անհամապատասխանություն, այսինքն մեկ ուղղությամբ ավելի շատ են բեռները տեղափոխվում եւ հակառակ ուղղությամբ դրանք քիչ են։ Ձեր կարծիքով ինչով է պայմանավորված դա եվրոպական բեռնափոխադրողները չեն ուզում այս ճանապարհը օգտագործել, թե նրանք ունեն այլ ճանապարհներ, գուցե ծովային հաղորդակցության ուղիներ ճանապարհներ, որոնք ավելի մշակված են, ավելի այսպես հղկված են, գուցե նաև ֆինանսապես ավելի ձեռնտու են, որն է պատճառը այդ անհամապատասխանության։ Առաջին պատճառը ցածր կապակցվածությունն է վրացական նավահանգստի հետ եւ վրացական եվրոպական նավահանգիստների միջեւ, որովհետեւ երթևեկը, հոսքը Եվրոպայից դեպի ռուսական վրացական նավահանգիստներ տեղափոխվում է բեռնային լաստանավային միջոցներով։ Շատ ցածր է լաստանավերի թիվը եւ այս ոլորտում ներդրումները քիչ չեն, ուստի Ասիայից Եվրոպա տեղափոխումը 7 անգամ ավելի մեծ է։ Առաջին պատճառը դա է, կապակցվածությունը ցածր է Սևծովյան տարածաշրջանում ընդհանրապես։ Դա է ձեր հարցի պատասխանը։ Ես ակնկալում եի այդ հարցը, քանի որ դվեր եմ պատրաստել պատասխանի համար։ Հոսքը Վրաստանի եւ Հայաստանի միջև մեծ չէ, ցածր է եւ ուզում ենք այս միտումը ընդգծել։ Վերջին տարիներին տրանսպորտային հոսքերը Վրաստանից Հայաստան քան եղել 0.7-0.8 միլիոն տոննա, մեծ չէ։
2012-ի համեմատ պիկային ծավալը եղել է 1,4 միլիոն տոննա երկաթուղային փոխադրումների, որ շատ մեծ է, շատ մեծ ծավալը երկու երկրների կապակցման պարագայում 2023-ին նվազել հասել 7,7 միլիոն տոննայի։ Դա նշանակում է 50%-ի նվազում Հայաստանից Հայաստան տրանսպորտային հոսքերի։ Ինչ է դրա պատճառը նման նվազեցման, կրճատման տրանսպորտային հոսքերի առաջին հերթին դա հայկական երկաթուղու ոչ լավ վիճակն է։ Հոսքի արագությունը հայկական երկաթուղով շատ ցածր է։ 25-ից 60 կմ/ժ այս ուղղությամբ։ Ոչ ոք այդ արագությամբ բեռնային հոսք տեղափոխելու դեպքում չի ուզենա այս արագությամբ։ Շատ ծանր է։ Երթևեկը վերաուղղորդվում է եւ առաջին դա եւ երկրորդը այն է, որ պիտի որոշենք կելուցենք վերադարձի ուղղությամբ արագության խնդիրը 40-50% կրճատումը, այսինքն շատ լուրջ հարց է եւ այդ հարցը պետք է լուծվի կառավարության մակարդակում։ Այդպես եմ ես պատկերացնում։